Տիկինին առավոտվեց երկար տարիների պրոֆեսիոնալ մասնագետ տարոլոգիայի շուրջ։ Ինչպես է աշխատում տարո քարտերը։ Իրականում դա ինչպես է տեղի ունենում։ Ուրեմն տարո քարտերը նրա համար է, ինքը սակրալ գործիք է, քանի որ ես տեսնում եմ, ես կարող եմ մենակ մի բան ասել, որ տարոյով չի կարելի մարդկանց կոդավորել։ Օրինակ, եթե դուք տեսնում եք կադրեր, որտեղ որ անձը կապ չունի տարոլոգիայի հետ, որ քարտը հանում է կամ ինչ-որ նամակներ է անում, որ ձեզ պետք է ձեր վրա կա թուղթուգիր, անընդհատ այդ բառերը տեսնում եք շատ են, ուրեմն արտահայտում։ Իրական մասնագետները դա հենց բաներ չեն անում, որովհետև դա չարից է գալիս, երբ մարդը ինքը կարա բիզնես ինչ-որ նպատակներ ունենա տարոյի հետ կապված անի, կամ տեսնում է խոսքի օրինակ, մարդիկ կարող տեսնեն մի այնպիսի հետաքրքիր բաներ, որտեղ մարդը կարդում է, մարդիկ չեն տեսնում, որ դեմը կամպյուտերա դրած, մարդը կարդում, ասում է, ձեզ սա է սպասվում, ձեզ սա է սպասվում, ու անընդհատ թուղթուգրի, անեծքի, սենց, այսինքն դա ինչ է կոչվում, որ մարդիկ ընդհանրապես կապ չունեն տարոյի հետ և կոդավորում են մարդկանց, հենց այդպես էլ մարդիկ բացում են իրենց պորտալը, դառնում են իրենց կերը, կապե բաների, ես կարծում եմ այդպես բաներ, ես շատ նկատել եմ TikTok-ում, ինչ մասին չեմ խոսացել, ուրիշ հարց։ Ուրիշ հարց չունեմ, շնորհակալ եմ գրական պատասխանների համար, հուսանք մարդիկ կհասկանան ով է մասնագետ, իսկ ով է Շարլատան։